Հա, ընդհանրապես ինչը կանչեց հայերին դեպի այդ շրջան, մոտավորապես պատկերացնում ենք, որ մեծ հոսք երևի սկսվեց Բագրատունյաց Հայաստանի անկումից հետո, հա, ճիշտ եմ, թե ավելի վաղ ենք։ Դա որոշակի արագացնող գործոն էր, այստեղ կան իհարկե շատ տարբեր շերտեր, կա աշխարհաքաղաքական շերտ, երբ որ մի բան է, երբ որ վասպուրականից էին գալիս, որոնք Կիլիկիային հարակից էին շատ եւ Կիլիկիայի հետ տեղեկատվական եւ ճանապարհային շատ գիտեին ուր են գնում, շատ այնտեղից էլ գիտեին ըստ էության եւ դա հիմա փորձենք բացել այդ փաղագծերը, բայց վասպուրականից էլ ավելի գիտեին, բայց մեծ հաշվով այստեղ աշխարհաքաղաքական նաեւ խթանիչ որոշակի գործոն կա, երբ որ բյուզանդական կայսրությունը փորձում է տարբեր, եթե խորհրդանշորեն անվանենք իրեն կողմնակից բյուզանդամետ հայ իշխաններին, փորձել ստեղծել այդ բանակաթերմեր ասված արդեն Կիլիկյան շրջանում, որը ընդհանուր բյուզանդական կայսրության աշխարհաքաղաքական ծրագրի մեջ էր մտնում։ Սա գործոններից մեկն էր, որը պատնեշ էր ստեղծում, հա, արևելյան թուրքական այդպիսի, եթե միգուցե անվանենք դա դեռևս քաղաքական, ռազմաքաղաքական ֆրոնտիր, որը որ մինչև դա դեռևս ինստիտուցիոնալիզացված չէր, բայց իդեմս հայ իշխանների բյուզանդական կայսրությունը փորձեց դա ինստիտուցիոնալիզացնել եւ ստեղծել Կիլիկիայում որոշակի պատնեշային միջավայր, ինչու, որովհետեւ բյուզանդական կայսրությունը ըստ էության ներքին որոշակի ճգնաժամային իրավիճակների մեջ էր եւ դրանով ըստիս որոշ փորձում էր բյուզանդական կայսրությունը ինչ որտեղ ապահովագրել նաեւ երկարաժամկետ ապահովագրել, ինչին հետագայում մենք տեսնենք սելջուկյան հարշավանքներ եւ նույն զուգահեռ ընթացող սելջուկյան հարշավանքները, սա մի գործոն էր, բայց միևնույն ժամանակ մենք այս աշխարհաքաղաքական քաղաքական գործոնից բացի պետք է ուսումնասիրենք նաեւ զուտ մարդկային մոտիվացիաները, որտեղ Օշին իշխանի հետ լինելով էլիտա, բայց էլիտայի հետ գալիս էին շատ սովորական հասարակ մարդիկ։ Հիմա ինչպես էին նրանք գալիս։ Գալիս էին, որովհետև գիտեին ճանապարհ։ Լիքը գիտելիքներ կա այստեղ։ Այսինքն այդտեղ կար ճանապարհ, մարդիկ գիտեին։ Փաստացի ինչ որ տևական ժամանակ առևտրի միջոցով այդ ճանապարհները, այսպես ասած, վակուումը պատրված էր։ Մակրո միջավայրում, գոնե հայկական լեռնաշխարհի մասշտաբում եւ տեղեկատվական որոշակի ժամանակային տարածական ընկալումները փոխվել էին։ Եվ դա էր, որ արդեն ինչ որտեղ ճանապարհները մի կողմից շատ արդյունավետ էին, բայց ճանապարհների իմացությունը ժամանակի հետ բերում էր նաեւ արտագաղթ հայկական լեռնաշխարհից։ Որովհետեւ երբ որ դու մարդուն ասում ես Ղրիմ, ասենք 10-րդ դարում, բայց արդեն 14-րդ դարում այդ Ղրիմը շատ ավելի քեզ ծանոթ է։ Եվ արդեն երբ որ դու ուզում ես գնաս Ղրիմ կամ Կիլիկիա, արդեն ժամանակային որոշակի տարածական վախեր սերունդների մեջ հաղթահարված է լինում, եւ սա եւս մարդկանց մեջ բերում է որոշակի տեղեկատվական կուտակում, որը էլի ազդում է մարդկանց տարբեր հայկական լեռնաշխարհի տարբեր կողմերից Կիլիկիա գալու մասնավորապես։ Բանը ճիշտ եմ պատկերացնում, որ վաճառականներ էին հիմնականում, թե չէ։ Չէ, բոլոր շերտերից էին գալիս, այսինքն մեզ մոտ արմատացած է այն տեսակետը, որ Բագրատունյաց թագավորության անկումից հետո անին անմիջապես կործանվում է, բայց իրականում այդպես չէ։ Դա այնպես չէ, որ 1045-ից այլևս անին առևտրի կենտրոն չէր, պատմության դա ժամանակի հետ չի համարժեք չէ, պատմական փոփոխությունները այդքան արագ չեն լինում։ Եթե չկան իհարկե աղետներ, կոալիզիաներ, որոնք շատ ավելի արագ են, հա, հարցը լուծում։ Դա իշխանությունն էր փոխվել, բայց մարդիկ իրենց կյանքով շարունակում էին ապրել։ Դեռևս, հա, իհարկե դա մեծ հարված էր անին այլևս պետության մայրաքաղաք չէր, որոշակի խոշոր արևելք-արևմուտքը կապող քաղաքական նախագծի իր մենաշնորհը աստիճանաբար կորցնում էր, բայց ընդհանուր մինչև 12-13-րդ դար անիում կար այդ process-ը, բայց վաճառականական շերտն այն խավն էր, որը առավելագույնս տիրապետում էր տեղեկատվությանը։ Նրանք կարելի է այսօրվա համակարգչային լեզվով ասած այն կլաստերներն էին, որոնք որ տեղեկատվությունը ապրանքների տարբեր տեխնոլոգիաների ձևով մի կետից մյուս կետն էին տեղափոխում։ Եվ նրանց էր հասու, թե ինչ կա Կիլիկիայում, ինչ կա Ղրիմում,
որտեղ ինչ կա եւ նրանց միջոցով էր այդ տեղեկատվությունը ինչ որտեղ փոխանցում նաեւ էլիտային, քաղաքական էլիտային, որտեղ նրանք այդքան չէին ճանապարհորդում։ Եվ սա մեծ հաշվով բերում էր այդ անգլերեն ասած awareness, հա, իրազեկվածություն։ Մեկ էլ բան է, չէ՞, փաստորեն բյուզանդացիք նաեւ շատ գնահատում էին հայ զինվորականներին ու նաև, չէ, ճիշտ եմ պատկերացնում, շատ զինվորականները, այսինքն մաշտիկ նաև գնում էին զինվորական ծառայության եւ նաև գեներալներ էին դառնում այդպես զորահրամանատար։ Մշակույթը գալիս էր դեռևս վաղ բյուզանդական շրջանից, եթե հիշենք օրինակ Ներսեսին, այսինքն Հուստինյանոսի ժամանակից հայկական, ել չասենք հետագայում հայկական կամ մակեդոնական դինաստիայի հիմնումը, որը էլի ինչ որտեղ զինվորական գեներալներ էին, հա։ Այսինքն այս էլիտայի մեջ այդ մշակույթը, զինվորականության մշակույթը կար։ Եվ դա չէր ավարտվել, միևնույն ժամանակ, այսինքն նորից էլի շեշտենք, որ բյուզանդական կայսրությանը պետք էր ամուր պատնեշներ, այդ թվում նաև խաչակրաց պետություններին որոշակի զսպելու, ոչ միայն ավանդական ասած մուսուլմանական, որովհետև կային փուլեր, երբ որ բյուզանդական կայսրությունը ուղիղ համագործակցում էր մուսուլմանական պետությունների հետ, ընդդեմ խաչակիների եւ Կիլիկյան Հայաստանի։ Հա, այսպիսի դրվագներ էլ կային։ Հա, փաստորեն մենք անի թակավորությունը անկում ապրեց, հայերի մեծ այսպես հոսքերով շարժվեցին դեպի Փոքր Ասիա, մի մաս հոսքերով։ Ավելի մեծ հոսքերով եւ այնտեղ չգիտենք, որ հսկայական կալվածքներ էին ստանում, հայ իշխաններին բյուզանդիան տալիս էր կալվածքներ Փոքր Ասիայում, մի տեսակ փոխանակում էին, ինքը վերջին Գագիկը, հա, Գագիկ թակավորը ինքը ստացավ տարածք Պիզու քաղաքը, այսինքն փոխանակվեց Փոքր Հայքում, դա Կիլիկիայում չէր, բայց դա ամենախորհրդանշական օրինակն էր, երբ որ թագավորը ուղղակի տեղափոխվում է Փոքր Հայք եւ բնականաբար երբ որ ծանրության կետը նման նշանակալից ծանրության կետը տեղափոխվում է, նրա հետևից շատերն են գալիս։